Ողջույն սիրելիներս, ողջունում ենք ձեզ, նոր վլոգ ենք սկսում, այսօր սկսում ենք վլոգը երեկոյան, նոր վլոգը գնում ենք ծաղկի խանութ, տեսնենք ինչ կա չկա, իհարկե դուք էլ մեզ հետ միասին գալիս եք, այս ծաղկի խանութում նոր որ սկսել էի վլոգը, նկարել էի, ունեմ նկարած, նոր առաջին քայլերն էի անում ու եկան անկեղծ ասած խոսացին առաջին անգամ որ չթողեցին նկարեմ ինչ-որ խանութում, բայց ահագին արդեն նկարել էի ու չթողեցին շարունակեմ։ Հիմա այսօր տեսնենք, եթե հնարավոր լինի, բայց ինձ թվում է կկարողանանք այնպես նկարել, որ անտեսանելի լինենք, չնկատեմ, որ նկարում ենք։ Չգիտեմ, դե հիմա ինչի խոսացին, երևի չէին մտածում ինչ-որ վլոգի համար կամ ուղղակի ասածս ինչա, որ եթե կարողանամ, անպայման կնկարեմ ձեզ համար։ Քանի որ Գագոն որոշել է գյուղատնտեսությամբ զբաղվի ասած ժամերին, հետաքրքիր է մի քանի ինչ-որ բաներ, ինչ Կակոդու ասա, մոռացա։ Չէ, ինչ եք առնելու ընդեղից, որ ցանեք։ Շիտիլներ։ Շիտիլ, այդ բառն էի մոռացել։ Սացիլներ։ Ռոհորդ այդ բառն էի մոռացել։ Սացիլներ պետք է առնեն, մեծ խանութ է ծաղկի։ Սիրուն խանութ, լավ խանութ է, ամեն ինչ կա։ Հիմա գարուն է, այստեղ էլ իսպանացիները շատ են սիրում ծաղիկներ գնել, անկեղծ ասած, ու մեծ տեսականի կա այնտեղ։ Հիմա գնանք տեսնենք ինչ կա, չկա, Գագոին հարմար ուզում է նայի։ Տեսնենք մենք ձեզ կցուցադրենք թե մեր գնաց սացիլները ինչ ենք արել, ոնց ենք արել։ Մենք ձեզ ցույց ենք տվել, չէ՞։ Հողամասը որ գնացել ենք անտառի մեջ, այդտեղ ուզում են իրենց համար զբաղմունք են գտել։ Անկեղծ ես չեմ սիրում հողի հետ աշխատել, չգիտեմ, չեմ սիրում, բայց Գագոն շատ է սիրում։ Խոսքով գնում ենք տեսնենք ինչ կա, դուք էլ մեզ հետ միասին եք գալիս։ Dibujando tu nombre sobre la luna de abril, junto pedazos del cielo para vivir junto a ti. Traigo canciones de estrellas, rosas dormidas al mar. Y en el silencio la noche te empieza a coronar. Quédate aquí, vida mía, no dejes morir la ilusión, que entre tus ojos y los míos ya late un solo corazón. Հասանք ու մեքենաների թվից հասկանում ենք, որ շատ մարդ կա։ Ինչտեղ են տեղ էր լինում, դες իմ օրդե տեղ չկա։ Այս կողը։ Դրսում այսպիսի ծառեր են վաճառում։ Բան կլինի, չէ՞, ծառերը, զեյթունի ծառա հենց այս առաջինը։ Այս դիմաց զեյթունի ծառը կլինի 700-ից 1000 եվրո։ Են կոմին սառա մանդարինա, թե նարինջա։ Դեկորատիվ մանդարին։ Դեկորատիվ է, թե։ Էմա ջան, այդ չափի մանդարին դու տեսել ես։ Կա մեծանում է։ Չի մեծանում։ Դեկորատիվ մանդարին է, որ դրսերում Այո։ կա, մեր մոտ դա դեկորատիվ մանդարինն է։ Իջանք։
Orchideaները։ Բայց շատ բացված է, չես բոլորը։ Արդեն, բայց իրենք փոքր են։ Փոքր են, կողմը շատ բացված է արդեն orchideaները։ Այս որևէ այստեղ։ Կոկոն չկա էլ համարյա։ Այս ծաղիկը կոչվում է կանացի երջանկություն ու այնքան նեղած կա ծաղիկը, ժողովուրդ այս ծաղիկը, բայց շատ սիրուն է։ Ինչքան օրինակ 12.50 Սա փոքրիկն է նույնի այսպեսի հրաշք վայր է։ Այստեղից մտնում ենք դրախտ։ Սիրուն է, չէ՞ գույնը։ Այս ինչ է անունը։ Այսի բեգոնիան է։ Բեգոնիա։ Բայց անգլիական է։ Այս բեգոնիայի այն նրա սորտն է։ Նայ, այս մի գույնը ավելի սիրուն է։ Այս մեկը դի բաց է մի տեսակ, իսկ այսի ավելի սիրուն է։ Այնտեղ մի հատ տավից գարչակ ունենք մեծ։ Ուզում դրա մեջ դրենք։ Մենք վերցնենք։ Որոշեցինք այս ծաղիկը վերցնենք ժողովուրդ։ Այսել է սիրուն, բայց մեծ արդեն։ Լավներ է դե։ Այնտեղ մի հատ ուժ է գտել։ Ահա, Կողքը ծալկա։ հետո Ինչ խորհուրդ կտաս տանենք մեջը, որ ոնց որ այդ հնությունից թազակ կյանք է։ ինչ-որ մի տես թափվող ծաղիկ։ Բայց ինքը գետին դրած է։ Հա, թեկուս։ Չգիտեմ, պետք է տեսնենք, որոշենք։ Այսի մեզ հետ գալիս է տուն։ Մեր պատշգամբ։ Գնում է կողամաս։ Չէ, մեր մոտ է գալիս։ Հələ որ պատշգամբ է տնը կտանենք կողամաս։ Լավ, ոնց կուզես։ Մարդ այստեղ է չի ուզում դուրս գա, այնքան սիրուն է ժողովուրդ։ Գեղեցկությանը նայեք։ Ուտինյա։ Այս է խրիզանտը, մի սիրուն գույներ աստվածում։ Այս սիրուն գույնը, բեգոնիա, շատ սիրուն գույնը, տեղին երիցուկները, այս ինչ սիրուն գույնը ժողովուրդ։ Շատ սիրուն է։ Այստեղը մեխակները, ես անկեղծ մեխակների սիրահար չեմ, բայց մի տարի այդտենց ամանի մեջ, հա, հրված մի տեսակ սեղանին դնելու համար, սեղանի վրա դնելու համար պատշգամբում տարբեր գույների մեխակ էինք գնել։ Նացինք են կողմը կարմիր բեգոնիա եմ տեսել, ոյ աստված իմ սիրուն գույները կարմիր, հա, գնացինք սպիտակ վարդը տեսնելու։ Կոկ Սպիտակ, շատ սիրուն է։ Շլովն են արձանիկը, աղջիկը։ Հոտ քաշի։ Հոտա գալիս, քաշել ես թող։ Չի գալիս։ Գրացել է, որ էսի հոտավետ է։ Ժողովուրդ, ես ինչ հոտ է գալիս, վարդի հոտ, հազիվ վարդի հոտ, վարդ տեսանք վարդի հոտով, հոտ չեր գալիս ես սպիտակից, ասել է սիրան հոտավետ, այսի գալիս է մանուշակագույնը, բայց սպիտակից ընդհանրապես հոտ չեր գալիս, այսօր վիդեոն սկսել ենք գեղեցկությամբ ժողովուրդ, այսքան գեղեցկություն մի տեղ։ Ռոտ, այս սիրուն արձանիկներ, ինչ լավն է, չէ, այս սիրուն նստած է այս աղջիկը, 244 եվրո։
Շատ սիրուն են։ Այսել շատ դրվանը։ Սա արդեն պետք է սեփական տուն ունենաս մեծ բակով, որպեսզի կարողանաս տեղադրես բոլորը։ Ամեն ինչ, որ անհրաժեշտ է այգու համար, այգագործության համար, ամեն ինչ կա։ Ամեն ինչ։ Կագո։ Ինչ անսովոր։ Ընդհանրապես սանոց չէ։ Անսովոր գույնով, անսովոր ինչ-որ բույս է։ Անծանոթ։ Օ, ինձ սիրուն են բեգոնիա, է։ Վարդագույնը։ Հակա դեմոչին կարմացնի դեպեսնի։ Ինձ սիրուն է։ Այ, հələ այստեղ տեսեք։ Որդ հələ այս գեղեցկությանը նայեք։ Հələ կապ մի րոպե։ Ցույց տանք բոլորին։ Շատ սիրուն է։ Աճա, սարքած է ինձ թվում է, չէ՞, էսենց։ Հա։ Աճած է։ Շատ սիրուն է։ Բայց ամեն Որ իմանամ բուջուրը կառնենք, էսենց կաճի, շատ կուզանամ։ Այսօր, չգիտեմ, տորտ լինի։ Շատ սիրուն ձևավորած է։ Այ, այնա բեգոնյանը։ Յուրահատուկ գույն ունի։ Չէ՞։ Այս ինչա։ Սա արստրոմեդիա։ Աստրոմեդիա։ Հա, Երևան ծախում են երկարները։ Հա։ Այստեղ էլ է շատ սիրուն։ Կալաները պետք է վերցնենք։ Կալաներ։ Հա։ Սել ասել է, այսի ամեն օր պետք է ջրես, այս ստեղի կլիմայական պայմաններում որ 3 անգամ պետք է ջրես։ Հա։ Ինքը շատ ջուր է սիրում։ Լիմոնի ծառ, արդեն լիմոնները վրան։ Այստեղ էլ լավանդա է։ Էսի լավ լավանդա չի։ Լավն է։ Ասեցիք լավ լավանդա եմ ուզում դրա համար։ Դասին կապ ու ջուրները։ Հա, փոքրերը։ Ես աման։ Այստեղ արդեն շիթիլները ավելի շատ դրսում։ Դա փոքրիկ լավանդա է։ Էսի սոխիա։ Թե չէ, սոխա։ Սոխ, էսի Պետրուշկա։ պետրուշկայա, մաղադանոս, չէ, հեսա մաղադանոսը։ Եսել է։ Հատել է մաղադանոս։ Այստեղ էլ սածիլներ է, այս ինչ է։ Փոքր վատոճանիկներ։ Հա, սմբուկ է, փոքրիկ, կրքիր էր։ Այստեղ սա մեծ սմբուկն է արդեն։ Այստեղ պղպեղը։ Պարտադիր պետք է առնեմ։ Այս ինչ է, կանաչ պղպեղ, մեր հայկական պղպեղը կանաչ։ Հա։ Այսի երևի կծու պղպեղը, հա։ Երևի։ Հա, նա քաղցր, կարմիր պղպեղ, վերևը էլի սմբուկներ կա տարբեր տեսակի։ Այստեղ էլ դդմիկ, այս դդմիկից տեղ 1000-ից մեկ է հանդիպում, մուկ կանաչն է, մայմո սպիտակ սմբուկը։ Ամեն ինչ կա։ Այստեղ էլ լոլիկների տեսականին, այ չերիները կա տարբեր գույների, տեղինը, գազարագույն, կարմիր, այս սև, Սրանից էլ ենք սևը, պարտադիր առնելու, շատ համով է, այս սրանից էլ, հա, շատ համով այդ է, այս տարբեր գույնի լոլիկները կան, այս են
մեզ մոտոր ասում են Անահիտ սորտ է Հա, երկար։ հեսա նայի, տես ինչ լավն է։ Հա։ Հետա։ Խոսքով գագոն դառնում է գյուղատնտես։ Իսպանիայում։ Սիրուն ծաղիկ կա, չէ՞։ Հա, Մի ծաղկի վրա տարբեր գույներ, դա քրքիր է։ Շատ սիրուն է։ Կոչվում է լանտանա։ Դեկորատիվ ծաղիկներ։ Դու աղջիկ ես չես իմանա։ Տղերքը վազում ենք, ասես ծաղիկ կոտում ուտում ենք, ասում ենք հաց կանում։ Լովներ։ Կապովի սորտը, վեգոնյա չէ։ Այս ներքևինների գերանյան։ Թափով սորտը։ Այս էլ է հայրաշք։ Այստեղ ժողովուրդ, որ նվեր են ուզում տան, այսենց ծաղիկներ են տալիս հիմնականում։ Այս ծաղիկի հացական անունը զոնքաչի լեզու է։ Հայ, զոնքաչի լեզու։ Ժողովուրդ շունիկին նայեք, ինչ լավն է, ոնց էր իսկական Մի լինի։ խոսքը փոխի։ Զոնքաչի լեզու։ Ինչ անեմ։ Զոնքաչի լեզու է։ Հələ մեկը տես ինչքան երկար։ Աստորեն հացական անուն ունի այս ծաղիկը։ Ապա միայն մեկը նայի։ Խեղ զոնքաչներ։ Այս են լավ լեզվանի զոնքաչներից է։ Այս էլ զանգակները։ Ինքան ծաղիկ այս ես ինտեղ տեսել եմ։ Զանգակներ, հետո ոնց էր։ Սիրուն զանգակներ։ Զանգակների գինը չկա։ Գինը չկա Ես շատ սիրուն զանգակների։ ալեմ, եթե մի քանի, ասենք մի 20-30 հատ իրար ողջ կա լինում։ Հա, տարբեր գույների էլ կա։ Այս էլ է հետաքրքիր ծաղիկ։ Ինչ ծաղիկ ասես կա։ Գիտես մի 6 թամիս մնում ասենց։ Հա, Ինչ ստերից ծաղիկ։ միջորեն դեղին է։ Ինչ ծաղիկ ասես կա։ Ինչ տեսակի։ Սա իսպանական ծաղիկ է։ Կոկոն ասում է կրակի գույն ոնց որ լինի։ Շատ սիրուն է, կա և դեղինը, նորնջակույն դեղին չի։ Կա և այս գույնը, ու շատ սիրուն է։ Բայց անծանոթ է մեզ իհարկե։ Այն մի հատ էլ հետաքրքիր։ Ինչն է հետաքրքիր։ Այս կակտուսի սորտը։ Ծաղիկա։ Նայ։ Հա, այս որ սենց փռված է։ Կակտուսի թե պալմայի սորտը։ Պալմայի։ Հա, պալմայի է երևի։ Հետաքրքիր է։ Պլաստմասա, բայց սիրուն է, չէ՞ Գագո։ Շատ սիրուն է, բայց գինն էլ է շատ սիրուն։ 216 եվրո։ Այն մեծ ավելի թանկ կլի, 383 էլ են է։ Սիրուն է։
Պոպ պեչիկ ես։ Աստեղ այսպեսի բաժին էլ ունի, են կողմը գրիլի ապարատները, ամեն ինչ ամառանոցի համար։ Պետք ամենակ սեփական տուն ունենաս բակով, որ այս գրիլի ապարատները վերցնես։ Սա օրինակ արժե 1500 եվրո։ Այնտեղ 1500 եվրո կարես մեծ գինը չկա։ Բավականին թանկ կլինի։ Հա, այնքան թանկը գինը չեն դրը։ Շատ լավն է, չէ, բայց Դե, լավն է երևում շատ։ Գնացինք, ոնց է տեյրը, սրանք լույս են, չէ։ չէ, դեկորացիա։ Հա, ես գիտեմ լույսը, արևային։ Չէ, դեկորացիա։ Արձանիկները։ Սիրուն է շատ։ Բակ ունենաս, բակում սիրուն գնես, սուրճ վայելես։ Ասել մեծն է ավելի։ Բայց ինձ են կլորը ավելի դուր եկավ այդ տեսակը։ Սրանք էլ է դեկորացիաներ։ Հա, Ինչքան է։ 7 եվրո 25 ցենտ։ 625։ Այսի որպես ինչի համար։ Որքան է լինի։ Հա, ձենկա։ Չէ, ծաղիկի տակը սիրուն դեկորացիա է ստանում, հա։ Որ լույսով լիներ ավելի լավ։ Տեղը փոխեցիր, հա։ Գորտը։ Գորտեն ինչ ա, նույն գինն են։ Նույն գինն է բոլորը։ Հետո ցան չի գալիս, այն մեկը գալիս էր։ Սրա լավ բան։ Ես հաճույքը անգրած է, որ հանկարծ չնստեք։ Երևի շոտ են եղան նստողներ։ Աներա լավ։ Գնացինք կակո ջան, գնացինք։ Գամակներ, Գամակները որտեղ էր, հա, հեսա։ վերևում, հեսա։ Հա, Գլխավորը նրանց։ ճիշտ է։ Գամակները։ Գնացինք։ Մենք մեր մի ծաղիկը գնել ենք ու գնում ենք խալակ։ Բոլորի վրա։ Այս նշանն է, որ չնստեք։ Հա, այս արևային լույսերը։ Աչքերը պատկերպես մոտ տեղը կողնես։ Հա, այս դրանք արևից են։ Այս բոլորը։ Այստեղ ավելի լավ է։ Կես կողմում էլ արհեստական է։ Այս բոլորը արհեստական են։ Փոքր են գորտը։ Ուր է ոզնին։ Այդտեղ ոզնին գտանք։ Այս հիմա էլեկտրական միացրած է, դրա համար ցած լույսը լավ, բայց որ գալիս է, ուշքերն է գնում գալիս է։ Գնացինք ակի ջան։ Ամեն ինչ կա ժողովուրդ, այս սրանք արհեստական է, կակաշները, հələ կակաշները արհեստական։ Արհեստական կոկոշները ինձ սիրում է, բայց ես չեմ սիրում արհեստական ծաղիկներ։ Տախտակները, ես տախտակի հիվանդություն ունեմ։ Այստեղ այսպիսի բաժին էլ կա, այս էլ է լավն է, 11.95, 12 եվրո։ Պիցա կտրելու մեծը, ես ունեմ փոքրն է, այսը էլ է լավը, այս մասը բարակ է, շատ հարմար է, որ այդպես է, սկով լավ բաներ կա, բացի ծաղիկներից, այս տեսակի բաներ կա, տնտեսական, այս էլ է լավան, ուղղակի ես տեղ չունեմ դնելու։ Ինչ լավ նստարան է, 625 եվրո։ Այս բոլորը արհեստական են։
Ժողովուրդյան դուրս եկանք արդեն, անկեղծ ասած նկարեցի, ինչքանով որ հնարավոր էր նկարեցի, քանի որ մեկ անգամ զգուշացում էր եղել, չգիտեմ, կարելի էր թե չէ, բայց ինչքան հնարավոր է ձեզ համար նկարել եմ։ Հիմա գնում ենք տուն, մեր ծաղիկը մեզ հետ իհարկե, գնանք տուն, տանը կհանդիպենք։ Voy dibujando tu nombre sobre la luna de abril, junto pedazos del cielo para vivir junto a ti. Traigo canciones de estrellas, rosas dormidas al mar. Y en el silencio la noche. Ասել մեր մոտի կակաչները, արդեն թորովել է, բայց չէ, թորովել է, ուրիշ շատ սիրուն էր։ Գիտեմ։ Բարի օր սիրելիներս։ Մեզ մոտ օր է փոխվել, երեկ էլ ոչ մի կերպ չկարողացա շարունակել վլոգը, շարունակում եմ հաջորդ օրը։ Ցերեկ է կես օրը մեզ մոտ, որոշ գործեր վերջացնելուց հետո որոշեցի ձեզ միանամ ու վլոգը սկսել եմ գեղեցկությամբ, ուզում եմ մի քանի գեղեցկություններ ցույց տալ իմ պատշգամբում ու մեր երեկվա գնաց գեղեցկությունը ևս։ Հիմա ցույց տամ։ Ժողովուրդ, սա երեկվա մեր գնաց ծաղիկներն էին, դեռ հող չի լցրել կակոն, ինչքան գիտեմ, ուղղակի այսպես, տեսեք, դրելա մեծ ամանի մեջ, այս ամանի մեջ ենք ուզում դնենք, այսօր դա կանենք, իհարկե տակը ջուրա լցրել, որ չթորոմի ու դրելա, հիմա ես արևի տակը երևի կքաշեմ այս կողմ, որ շատ արև տակ չլինի, հա, չգիտեմ, բայց տակը ջուր կա, սա իրա պատվավոր տեղը գտելա մեր պատշգամբում։ Ուզում եմ ցույց տամ ժողովուրդ մյուս հաջորդ մեր գեղեցկուն այս ծաղիկը շատ եմ սիրում, տեսեք, այս ծաղիկը բացվում է արդեն, այսպես անեմ, այսպես որ մնա սիրուն, մեկ ամիս սպասում ենք, ինչ մնաց, մեկ ամիս սպասում ենք, որ բացվի, ընդամենը 2-3 օր մաքսիմում մեզ ուրախացնում է ու նորից թորոմում է, տեսեք, այստեղ կա կոկոն, այստեղ փոքրիկ դեռ չի բացվել, սա ճյուղը գնում էր այն կողմի վրա հարմարանք ենք արել, որ մնա, այստեղ էլ եթե մանկամ կգտնեմ, բայց առայժմ ոնց որ այդքանն է, սրա մեջ է երևի կլինի, չգիտեմ, մեծ ծառեր դառը կտրեցինք, մեր մշտական հետևորդները, մի փոքր հին հետևորդները կհիշեն ամանը վլոգ ունենք նկարված, ամանը փոխելուց որոշեցինք, տեսեք, սրանք կտրել ենք ու մտածում ենք, որ կարող է այս տարի չծաղկի, բայց չէ, ծաղկել է ու էլի ոնց որ ծառ ա դառնում մի փոքր հեսա, որ այս սրանք արդեն սկսի խիտ աճել, այդ կտրած տեղերը արդեն սիրուն կլինի, սա էլ եմ շատ սիրում, արդեն մեզ մոտ երևի մոտ 5 տարի է, որ գտնվում է նույնիսկ ավել, ծաղկել է սիրուն, ճիշտ է, շատ չի ծաղկում, հետաքրքիր է, դրսում տեսնում եմ շատ է ծաղկած, որ երևի այդքան չեն փայփայում, ավելի շատ կա ծաղկած, մեր մոտ քիչ է, գույնը հրաշալի է, խոսքով սրանք մեր աճ շոյող, մեր պատշգամբը գեղեցկացնողներն են, սա հելա սիրուն, հիմա ես ես թորոմածները կհանեմ, կմաքրեմ, ինքը նորից աճում է, տակից տեսեք կոկոններ ունի, սա մնում է միշտ սեղանի վրա, հիմա որ ես իրան մի հատ մշակեմ, ինքը էլի նորից շատ սիրուն ծաղիկ է տալիս, սիրուն է շատ, ես սրանք այս չորացածները տեսեք կհանեմ, որ տեսքից չընկնի։ Սա նոր տարուց է մնացած, ինքը բնական է, հիմա տեսեք գույնը լրիվ փոխել է,
լրիվ փոխել է, սպասեք, սա դրեցի, լվացի դրեցի այստեղ, հանեմ, որ չխանգարի։ Անկեղծ մեկ ուզում եմ գցեմ, մեկ դեռ ասում եմ, բայց երևի արդեն կթափեմ, որովհետև գույնը լրիվ փոխել է ու արդեն տեսեք, գույնը լրիվ արդեն փոխել է ու արդեն սա պիտանի չի։ Երևի սա չգիտեմ, կհանեմ, տակում լավ կհանեմ, տեսնեմ ինչ ենք անում, սա էլ կհանեմ, իսկ սա այսպես հենց արդեն կթափեմ։ Պակաս գեղեցիկ չի, այս մեր դիմացի ծառերը, շատ գեղեցիկ է, ասում եմ, չէ, յասամանի նման գույնի ծաղիկ է տալիս այս ծառերը, բայց իհարկե յասաման չի, Եղրևանի չի։ Հիմա թափել է քամի ա լինում ու այս ժամանակահատվածում շատ է մեզ մոտ քամիները ու մեր պատշգամբը ամբողջովին, չգիտեմ, երևում է թե չէ, ամբողջովին այս ծառերի, այս ծաղիկներից է թափվում։ Տեսեք, այս ծառը ամբողջ տարի կեղտոտում է։ Հիմա ծաղիկներն է թափվում, հետո են տեսնում եք գնդիկներ կա, դրանից հետո այդ գնդիկներն ա լինում թափվում, չգիտեմ ինչ ծառ է, շատ կա այստեղ այս ծառից, բայց ամբողջ տարին, չգիտեմ, կեղտոտվում է, բայց այնքան անուշ բուրմունք ունի այս ծաղիկների ժամանակ, որ ծառը ծաղկում է, շատ անուշ բուրմունք ունի ու ամեն հայլափոխին այս ծառը կա այստեղ։ Չգիտեմ, կարող է շատ թթվածին է տալիս, որ շատ կա այս ծառից Իսպանիայում։ Խոսքով ես էլ մի քիչ բողոքեցի այս ծառից, բայց սիրուն է ու անուշ բուրում է։ Ամեն րոպե պատշգամբը մինչև մի ծայրից մյուս ծայրն եմ հասնում, արդեն մաքրած այստեղ է արդեն կեղտոտված այդ է քամի է, տեսեք, սկսեց քամին։ Այսօր էլ բողոքեցի, տեսակ։ Չեմ բողոքում, ոչ մի բանից չեմ բողոքում, ամեն ինչ լավ է, ամեն ինչ հրաշալի ու ամեն ինչ մեր ձեռքերում է հաստատ։ Մենք մեր օրը կարող ենք դարձնել լավ եւ հակառակը կարող ենք միանգամից վատացնել։ Բայց ավելի լավ է լավ դարձնենք, քանի որ վատը ամեն ուր է։ Մի խոսքով ժողովուրդ ջան, եկեք լավը մտածենք, որպեսզի լինի միշտ լավը։ Ասացի միանամ ձեզ բարևեմ, ասեմ, որ տեղեկացնեմ, ասեմ, որ վլոգը շարունակում եմ հաջորդ օրը, այսօր մի փոքր խառնենք, ինչպես գիտեք, իմ սկիսուրը գնում է ու այս գիշեր գնում է Ավստրիա, մի խոսքով կաշխատեմ ընթացքում նորից ձեզ միանալ, ձեզ լավ օրվա լավ շարունակություն եմ մաղթում, սիրելիներս, կհանդիպենք։ Սիրելիներս, մեզ մոտ երեկոյե նստել ենք ու այսօր հաշված ժամեր է մնում, որ իմ սկիսուր մայրիկը գնում է արդեն մեզանից, գնում է Ավստրիա, որտեղ որ ինքը հիմնականում բնակվում է։ Դուք շատ կարճ ժամանակահատվածում սիրեցիք իմ սկիսուր մայրիկին, որի համար շատ շնորհակալ ենք եւ աջողություն ասամ մեր հետևորդներին։ Շատ շնորհակալ բարի մաղթանքների համար, բարի խոսքերի համար, շատ գոհ շնորհակալ եմ ձեզանից, հաջողություն եմ մաղթում ձեզ։ Միշտ կհանդիպենք։ Մինչ հանդիպում։ Այո, միշտ լավ եղեք, առողջ եղեք, հաջողություն ձեզ։ Աստված տա մոտակա ժամանակներում Հայաստանում հանդիպենք նորից։ Բարի ճանապարհ։ Այո, բարի ճանապարհ իմ սկիսուր մայրիկին։ Հաջողություն ձեզ։ Հաջողություն ժողովուրդ ջան։ Երևի այսքանով էլ ավարտեմ այսօրվա վլոգը ու ձեզ ինչպես միշտ ցանկանամ, որ մնաք բարին եւ խաղաղ։ Լավ եղեք, առողջ եղեք, կհանդիպենք հաջորդ վլոգում։ Ստեսություն ձեզ, սիրում ենք եւ հարգում բոլորիդ սիրելիներս։ Ստեսություն։